Առողջության համընդհանուր ապահովագրությունը գործնականում ծրագրի ներդրման առաջին 6 ամսվա արդյունքները երկխոսությունների մեդիա կենտրոնում ամփոփեցին Շիրակի մարզի ոլորտի պատասխանատուները։ Առաջին հարվածը նոր համակարգի ներդրմամբ ստացել են առաջնային օղակի բուժհաստատությունները։ Առաջին երամսյակի ընթացքում բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատեցին, որովհետև մարդկանց մեջ այսպիսի մի մտավախություն կար, նաև որ մեզ հասնում է, պիտի օգտվենք, թե չէ կարող է շարունակաբար չլինի եւ այլն։ 6 ամսվա կտրվածքով մոտ 43000 դեպք ենք սպասարկել, քիչ էին տեղեկացված, ոնց են սպասարկվելու, որտեղից է գործընթացը սկսվելու, ընտանեկան բժշկից է գնում էին բժշկական կենտրոն, հետ էին գալիս։ 47000 դեպք էլ սպասարկել է Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկան։ Գյումրի բկայում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հետազոտվել են, բուժվել, վիրահատվել։ 6 ամիսների ընթացքում թե ինչպիսի մենք թվեր ենք ունեցել, չասեմ անհատ, չասեմ պացիենտ, այլ ասեմ դեպք, օրինակ մենք ունեցել ենք 32000-ից ավելին ամբուլատոր դեպք, հիմա դա տարբեր հետազոտություններ է կամ կոնսուլտացիաներ են, խորհրդատվություններ են կամ հետազոտություններ, որը պետությունը փոխհատուցել է մոտ 300 միլիոն։ Ունեցել ենք 8000-ից ավելին ստացիոնար դեպքեր, այսինքն վիրահատություն, բուժում եւ այլն։ Եվ դրան մոտավոր ասեմ 1.5 միլիարդ։ Ջուր կարծիք կա, թե շտապօգնությամբ հիվանդանոց տեղափոխվելը ինքնաբերաբար ապահովագրական ծառայություն ստանալու երաշխիք է։ Եթե քաղաքացին ունի անհետաձգելի վիճակ, սպասարկվում է, անկախ նրանից եկել է շտապօգնությամբ թե սեփական մեքենայով։ Բայց եթե խոսքը պլանային բուժօգնության մասին է, գործընթացը սկսվում է ընտանեկան բժշկից։ Առավել տեսանելի փոփոխությունը զգացել են հատկապես այն քաղաքացիները, որոնց համար նախկինում որոշ ծառայություններ ֆինանսապես անհասանելի էին։ 65+ մարդկանց մեծ մասը ուղղակի եղել են տարիքային թոշակառուներ եւ չեն օգտվել պետական պատվերից ոչ մի անգամ, եթե չեն ունեցել սոցիալական նպաստ կամ չեն ունեցել հաշմանդամություն։ Դրանք այդ տեսողության հետ կապված պլանային վիրահատություններն էին, այդ էնդոպրոթեզավորումներ, հատկապես խոշոր հոդերի, սիրտանոթային հիվանդությունների հետ կապված, նույն այդ ստենդավորումը։ Այդուամենայնիվ կան ծառայություններ կամ հիվանդություններ, որոնք ապահովագրված հիվանդը պետք է վճարի։ Հիմնականում մեծ ծավալով այդ հիվանդությունները ընդգրկված են, այսինքն ապահովագրությունը այդ ծածկույթը ապահովում է։ Չնայած դեռևս կան մասնավոր դեպքեր կարող եմ բերել, դեռևս կան այդպիսի ախտորոշումներ, որոնք դեռևս չի փակում ապահովագրական հիմնադրամը։ Ես կարծում եմ այդ ծավալը նաև կընդլայնվի, բացի այն, որ հաջորդ փուլով ավելի մեծ ազգաբնակչության կոնտինգենտ կընդգրկվի ապահովագրական փաթեթի մեջ, նաև ծառայությունները կընդգրկվեն ապահովագրական փաթեթի մեջ։ Քննարկման մասնակիցները փաստարկներով հերքեցին անհիմն մտահոգությունը, թե համակարգի միջոցները կարող են սպառվել։ Համակարգը երաշխավորված անխափան աշխատելու է։ Առողջության ապահովագրության այս մոդելը տարիներ շարունակ հաջողությամբ գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում եւ ժամանակակից առողջապահական համակարգերի առանցքային բաղադրիչներից է։ Մասնագետների համոզմամբ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը նպաստելու է Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանն ու ծառայությունների հասանելիության ընդլայնմանը։ Իսկ այս գործընթացից հետ կանգնելը կնշանակի հետընթաց արձանագրել ոլորտի բարեփոխումների ճանապարհին։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։